ովքեր դիտում են Facebook-ում, որպեսզի միանան մեր քննարկումներին, հոլաներ, հարգելի բարեկամներ, մի քանի ժամ առաջ եմ եկել եմ Երևան, մեր բարի քաղաք, եւ վերադառնում ենք ակունքներին, կարճ ասած, որ ասում եմ, հայրենիքն ու մայրենիքը բախվեցին իրարու, կարոտած վերադարձել եմ ձեր բոլորի հատիկ սերը, ջերմությունը, ջերմ խոսքերը զգալով եկել եմ եւ սեր եմ բերել ինձ հետ, ասում եմ ինչ բերենք, ես վստահ եմ, որ Հայաստան գալիս պետք է բերել միայն սեր, որովհետեւ մեր երկրում, Հայաստանում ամեն ինչ կա։ Ամեն ինչ։ Հիմնական դեֆիցիտը, այսպես ասենք, բացակայությունը դա սիրո բացակայությունն է, որի ուղղությամբ ակտիվ աշխատում ենք ակտիվ եւ ասեմ ավելին, մեր ժամանակները այնպիսին են, Հայաստանից լիքը բան կարած բերես Միացյալ Նահանգներ։ Ես տեսա իմ աչքով, իհարկե մի քանի ամիս է ընդամենը բացակայ է, բայց իմ աչքով իրոք տեսա Թրամփի վարչակազմի խստության արտացոլանքը հայաշատ քաղաքներում, պիտի ասեմ, որ այո, ակնհայտ լարվածություն կար, մտավախություն կար, շատ ծանոթ բարեկամ ընկեր հարևան վիճակները, զրույցները ծավալվում էին, բայց կարողա հետեթանք, բայց կարողա բան անենք, ովքեր որոշակի խնդիրներ ունեին, իմիգրացիոն, շատերը տարակուսանքի մեջ են։ Մի խոսքով, այս մուդը կար, արդարության համար ասեմ, որ նոյեմբերին էի, նոյեմբերի համեմատ գնանկումը կա, նվազել են խանութներում որոշ ապրանքներ, շատ թանկ էր նոյեմբերին, տարական ապրանքների մասն եմ խոսում, եւ մի խոսքով, շատ դրական զգացմունքներով եմ վերադարձել, էլի ամեն մեկից սերը, ջերմությունը բերել եմ Հայաստան, ու կրկին մանավանդ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ուրբաթ օրով եղավ մեր առաջին եթերը, ուրբաթ օրով մանավանդ այստեղ դիտող եւ լսող մեր հայրենակիցներին փորձեմ եւս մեկ անգամ հորդորել, որ ինչ ենք, ոնց ենք մենք անում, որ միջավայրը փոխելով կարողանում ենք իրոք բարեկեցություն ու լավ ու գեղեցիկ կյանք կերտել մեր շուրջը։ Ես քանիցս եթերում սրա մասին խոսել եմ, որ ես երևույթներն եմ մեկնաբանում ու ես իրոք խոնարհվում եմ իմ ժողովրդի առաջ, ես որքան էլ բացասական երևույթների մասին խոսում եմ, այդ խոսելու արդյունքում հիմքը, այդ նեգատիվն է, որը ուզում եմ քանդել, որը ուզում եմ հաղթահարել ձեր օգնությամբ իհարկե, եւ ամեն անգամ Լոս Անջելես գալիս, Glendale, Burbank, North Hollywood, որտեղ որ հայերը շատ են, Pasadena, ասում եմ, նայեք, այսպիսին պետք է լինեին մեր քաղաքները։ Ահա այս տեսքը պիտի ունենային մեր մայթերը, փողոցները, որովհետև տեսեք, քայլում ես Brand Boulevard-ով կամ Glenox-ով կամ որտեղ կա Central Avenue-ով քայլում ես եւ այլն, նորմալ մարդիկ, սիրուն, հակած, կապած մեր հրաշք ժողովրդի ներկայացուցիչները կսեղմեն անցման կոճակը, կսպասեն կանաչ լույսը վառվի, կանցնեն կամ էլի հայաշատ երթևեկությունը, մի հատ սիգնալ չեն տա, մի հատ իրար դեմ չեն կտրի, ես գործի բերումով շատ մոբիլ եմ, էլի, Van Nuysից, Pasadena, Azusa-ից, Glendale, North Hollywood-ից, Montebello եւ այլն, մի շարժման մեջ եմ, այդ հսկայական արագության տակ, 120 մայլ, այսինքն 140 կիլոմետր Երևանի արագությամբ, համեմատության համար։ Մեկը դեմը չի կտրի, մեկը սիգնալ չի տա, մեկը վթարային իրավիճակ չի ստեղծի, բայց մերոնք են, չէ, մեր ժողովուրդն է դա։ Ինչն է պատճառը, որ հանկարծ այստեղ ասեմ ավելին, լոս իջանք։ Ես Ֆրանկֆուրտով եմ սովորաբար գալի, իջանք լոս։ Ֆրանկֆուրտից վերջապես 12 ժամ ջարդուփշուր վիճակով իջանք Լոս Անջելես, էլի կես սրահը հայեր են։ Հանգիստ նստած բոլորը սպասում են մինչև take your seats, keep your seat belt fastened, այդ հայտարարումը բորդ ուղեկցողին, ոչ ոք ոտքի չի կանգնում, ոչ ոք ոչ միտը չի շտապում, ոչ ոք ամրագոտին չի արձակում, ու նոր 4 ժամ առաջ եմ եկել, վայրեջ կատարեցինք Զվարթնոց օդանավակայանում, դեռ գետնին հայրենի հողին դեռ չկպած, բոլորը ոտի վրա են, բոլորը արձակել են բան, այդ խեջ գերմանացին, «Jawohl,
կապեք ձեր ամրագոտիները, բան, ոչ ոք բանատեղ չի դնում, ինչ հայրենիք ենք եկել։ Այդ արշակի պատմությունն է, հասկանում ես, որ հայրենի հողի վրա կանգնում ես, մի տեսակ ուժ է գալիս վրա, դու այդ ուժը ցավոք սրտի այլ կերպ է գեներացվում, բացասականի մեջ, այլ ոչ թե դրականի։ Դրա համար ես այդ փնտրտուքները շարունակում եմ, մտորումները շարունակում եմ ու երևի այդ մտորումների արդյունքում է, որ ես գրում եմ, որովհետև գիրքը ովքեր ունեն, ովքեր ընթերցել են, մեծ հաշվով հենց այդ մտորումների հանրագումարն է, ու ես դեռ չեմ հանձնվում իմ եթերի միջոցով, զրույցների միջոցով դա եմ բացատրում մեր ժողովրդին, որ այդքան տաղանդավոր լինելով, դժվարություններից չվախենալով, օտար ափերում լեզու չիմանալով, բան այդպիսի բարեկեցության ենք կարողանում հասնել, ոնց է ստացվում, որ հայրենիքում չէ, հետո հասկանում եմ, որն է պատճառը, ասում եմ, դե միջավայրը ստեղծել են ոչ հայերը, այսինքն վերադասը հայերը չեն, հայերի համար ստեղծված է պայման ստեղծագործելու, արարելու, աշխատելու եւ մենք մեզ փայլուն դրսևորում ենք, բայց այդ պայման ստեղծողը հայը չի, եթե այդ պայման ստեղծողը լիներ հայ, դե քանդվեր ոնց որ մեզ մոտ է, ամերիկացին ստեղծում է այդ պայմանը իր օրենքի դիկտատուրայով, իր ինչ որ այս է, հա, այդ իր միջավայրով հանդերձ, եւ մենք սկսում ենք աշխատել։ Մի տեսակ ինկուբացիայի պես է։ Ինկուբատոր է, ամերիկան ասես մեծ ինկուբատոր է, ջերմոցային վիճակ է, որտեղ պարարտ հող է ստեղծված, որտեղ գալիս են երբեմն թունաքիմիկատներով մշակում են, դեղորայքներ են տալիս, են անում, որ դու աճես, զարգանաս, բարեկեցություն բան։ Մի քիչ քեզ ավելորդ պայես կգան կխուզեն, հարցը դա չի։ Բայց այդ պայմանը ստեղծած է, ջերմոցը ստեղծել է ամերիկացին։ Այ մեզ մոտ ցավոք սրտի ջերմոցը ստեղծած է պրոռուսական, հայկական sense քրեա օլիգարխի գողապետական ձևաչափով, որը շատ վատ ջերմոց է։ Դու ինչքան էլ բերում ես հողի մեջ պարարտանյութեր ես տալիս, սելեկցիա, մելեկցիա ինչ որ անում են, հա, ինչ որ բաներ են անում, չի լինում նորմալ բերք, չի լինում, որովհետև պայմանները շրջակա միջավայրի լավը չեն։ Եվ հիմա պայքարը շարունակում է, որ այս պայմանները լինեն լավ։ Արայք Հարությունյանն էր եկե, գալուս օրը ERT-ին հեռուստաընկերությամբ եթերում էինք, զրուցեցինք, նայում եմ մեկնաբանությունները ինչեր են գրում որոշ վատ մարդիկ, շատ վատ մարդիկ, ու հերթական անգամ զարմանում եմ, թե ոնց կարելի է ստեղծել մի միջավայր, որը օրինակ այդ կարգի մարդկանց համար լինի ընդունելի։ Քանիցս բացատրել եմ, ժողովուրդ, դա իմ աշխատանքն է, իմ գործը խոսելն է, խոսելը խնդիրների մասին, խոսելը տարբեր մարդկանց հետ, ինչի ասում է, ահա նստել եք, բա ինչ անենք, երգենք, ես երգիչ չեմ, ահավոր եմ երգում, եթե ահավոր եմ երգում, իմ գործը խոսելն է, ես 15 տարեկանից մեդիայում եմ աշխատում, ինչ անեմ, մյուսները եկան, ես հարցազրույց չարեցի, մյուսներից որը քանի գրել եմ, կարամ ցույց տամ, նամակներով հրավիրել եմ, այո, հենց Քոչարյանական ճամբարի ներկայացուցիչներին, հենց անձամբ իրենց, Լևոն Քոչարյանին գրել եմ, ասեմ ավելին, բանավոր, երբ որ հանդիպել ենք, բանավոր հրավիրել եմ, նաև գրավոր հետո պաշտոնապես եմ հրավիրել, ինչ իմաստ կա քարկոծելու, եթե դու կանչում ես չեն գալի, իսկ ում կանչում ես գալիս է քարկոծում ենք, ժողովուրդ ջան, այն որ ասում եմ, հասկացեք էլի մի քիչ։ Մեր գործը խոսելն է, կանչելն է, մարդկանց հարցեր տալն է, ու ընդհանրապես, քանի որ մեծ գումարներ է ծախսվում մեդիայի վրա, իսկ մեր մեդիան տարիներ շարունակ, մանավանդ հիմա այս նախընտրական շրջանում պատկան է մեծ մասը, մեր ժողովրդի համար անընդունելի է, էլի ոնց կարելի է, զանգեցիր, եկավ հենց նենց, հա, խոսած տակը ոչ մի բան չկա, չէ, տակը ոչ մի բան չկա ու չի կարա լինի։ Ու եթե տակը մի բան լիներ, ժողովուրդ ջան, էլի եմ ասում, մենք ուրիշ վիճակում եւ ուրիշ կարգավիճակում կլինեինք։ Վախեցեք այն մեդիաներից, որտեղ չկան գովազդներ։ Վախեցեք այն մեդիաներից, որտեղ չկա գործընկերություն։ Վախեցեք այն գործընկերներից ու բաներից, հա, մեդիաներից, որտեղ եթե կան գործընկերներ, ապա միայն քաղաքական գործընկերներ են։ Մենք երբեք քաղաքական գործընկերներ չենք ունեցել եւ չենք էլ ուզում ունենալ, որովհետեւ քաղաքական գործընկերը դա արդեն պատվեր է։ Մենք ազատ ենք մեր ընտրության, խոսքի իրավունքի եւ մնացած հարցերում։ Ով ուզում է գա, եթե ինքը իրայից բան է ներկայացնում, սիրով եթեր ենք տրամադրում,
հարցազրույց ենք տրամադրում, խոսում ենք, հասկանում ենք, բայց մեկ-մեկ լինում է եթերից հետո զանգում են, ասում են Ռաֆայել ջան, ասում եք խոսքի ազատությունա ձեզ մոտ, ես գամ միացնես բան ասեմ։ Դա չի լինում, որովհետև այդ ինչ մեկը նախ դու ով ես, այդ քո ասածը ինչ հետևանքներ ու ինչ բաներ կարա ունենա, այդ շատ կարևոր բան է, ում խոսք տալ եւ ինչ անել։ Եթե քաղաքական գործիչ է, ակնառու, տեխնացու են բան, մենք երբեք չէ բառը որևէ մեկին չենք ասել ու չենք էլ ասելու։ Իսկ հիմքում մեր զրույցի դա պետությունն ու պետականությունն է։ Միշտ ասել ենք ու էլի ենք ասում։ Մենք պետության կողքին ենք։ Մենք մեր գործերով երբեք չենք վտանգի Հայաստանի Հանրապետությունը, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը։ Ու մեդիան ազատ հենց դրա ջատագովը պիտի լինի։ Հուսամ հստակ կարողացա բացատրել։ Մի խոսքով, ինչ վերաբերում է ճանապարհորդություններին եւ այլն, հիմնականում այս ընթացքում որոշ բաներ Ֆրանկֆուրտում 9 ժամ մնացի, որոշ բաներ էի ընթերցում, ինչ է կատարվել, ինչ է կատարվում, գիտեք Փաշինյանը Վաշինգտոնում էր այս ժամերին, իդեպ մենք եւ ինքը գրեթե նույն ժամանակ իջանք, ես երբեք վարչապետին սպասարկող ինքնաթիռը գործնականում չէի տեսել, երբ որ տրապը մոտենում է բանա իջած, այնտեղ աշխատակիցները ելումուտ են անում, միշտ տեսել եմ ինքնաթիռը այնտեղ փակած կանգնած, բայց այս անգամ երևի մի ժամ առաջ էր վայրը չկատարել։ Վաշինգտոն խաղաղության խորհրդի առաջին նիստն էր եւ Դոնալդ Տրամպը իր պաթոսով հանդերձ հրավիրեց այն երկրներին, ովքեր միանում էին խաղաղության խորհրդին։ Շատ բան չեմ կարող ասել այդ խորհրդի մասին, որովհետեւ շատ ոչ միանշանակ է, շատ քիչ բարդ է անգամ պատկերացնելը ինչ ֆունկցիաներ է ունենալու, բայց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը եւս 1 տարով հայտարարեց, որ երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իդեպ ոմանք ասում էին, որ մեղմվել է հարաբերությունները, ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք բերել Պուտինի հետ։ Կուլիսներում ինչ է, չեմ կարող ասել, ես չեմ սիրում այդ ստից վերլուծաբաններին, ովքեր գուշակություններով են զբաղված, ես Վանգայի սորտից չեմ, չգիտեմ, բայց գիտեմ, որ փաստացի ստորագրեց փաստաթուղթը, որ եւս մի տարով երկարաձգում է բոլոր պատժամիջոցները։ Պատժամիջոցները հետագայում այդ Օբամայի օրոք էր դեր մտել առաջին պատժամիջոցները, երկարաձգվել են մի քանի անգամ եւ ել ավելի են խստացել ուկրաինական այս հարձակումից հետո։ Ղրիմից սկսվեց, եթե հիշում եք, Ղրիմի գործողությունները, որ տեղի ունեցան, բռնակցումը, օկուպացիան, միացումը, ոնց ուզում եք կոչեք, Ղրիմը երբ որ միացվեց Ռուսաստանին կամ գրավեց Ռուսաստանի կողմից, այդ ժամանակ պատժամիջոցները սկսեցին եւ իրենց կուլմինացիային հասան արդեն Ուկրաինայի ամբողջական ներխուժման ֆոնին։ Եվ այնտեղ ամբիոնից հիշատակեց եւ Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության խորհրդի շրջանակներում բավականին ջերմ խոսքեր հնչեցին, ձեռքսեղմում եղավ Ալիևի եւ Փաշինյանի միջև, այդ ձեռքսեղմումը եւս բավականին նեգատիվ դիտարկվեց որոշ տարերի կողմից, հասկանալի կամ անհասկանալի պատճառներով, բայց ինչևէ կարևորը զրույցն է, կարևորը երկխոսությունն է, կարևորը խաղաղության երաշխիքներն են, որ ըստ Փաշինյանի ել ավելի են ուժեղացել։ Այդ էլ է հարաբերական։ Վարչապետը եւս մեկ անգամ հիշեցնեմ, մասնակցեց խաղաղության խորհրդին, այնտեղ հանդիպումներ ունեցավ մի շարք առաջնորդների հետ, միջոցառմանը մասնակցում են այդ խորհրդին միացած պետության ղեկավարները, վարչապետեր եւ արտաքին գործերի նախարարներ, նիստին ներկա էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, իհարկե առանձնակի ընդգծեց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանքներ են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին կատարած աշխատանքի համար, ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը նիստի շրջանակներում կարճատև զրույցներ է ունեցել նաև մի շարք այլ գործընկերների հետ, նիստի ընթացքում ներկայացվել է Գազայի խաղաղության ծրագիրը եւ առաջիկայում նախատեսված քայլերը։ Իդեպ ասենք, որ Գազայի այդ քայլերին Ադրբեջանը ձեռնպահ է մնացել, նախագահի մակարդակով հայտարարեցին, որ
Ադրբեջանը չի միանալու գազայի հարցով այդ գործառույթներին։ Դե հասկանալի բաներ եւս կան։ Բարեկամներ, նախ ասեմ, որ քանի որ մենք ուղիղ եթերում ենք աշխատում, արդեն զանգերի եւ երկխոսության ձևաչափը կարող ենք վերականգնել, եթե որևէ հարց ունեք, որևէ արձագանք ունեք, որևէ մեկնաբանություն ունեք, մեր հին ու բարի հեռախոսահամարը 747-477-3444 հեռախոսահամարը գործում է, կարող եք զանգահարել, կարող ենք զրուցել միասին եւ քննարկել եղելությունը, իդեպ նախ պիտի ասեմ, որ կարոտել էի ձեզ, որտեվ ուրիշ բան է, որ հենց գլխավոր տաղավարից է զրուցում, ուրիշ բան, որ հեռավար ձևաչափով, թեպետ խոստովանեք, որ հեռավար ձևով այս անգամ որևէ խնդիր երևի մի անգամ բան եղավ, բայց հիմնականում աշխատել ենք անթերի, այդ որ ասում եմ տեխնիկա, այդ տեխնիկան իրեն արդարացրեց, կարողացանք որևէ ձև չբացակայել։ Ինչևէ, տեսնում եմ մեկնաբանություններ է գրել, շատ հաճելի է։ Ողջույն Ռաֆայել ջան, նախ բարի գալուստ հայրենիք, բայց ես սպասում էի ձեզ հետ հանդիպել Ֆրանկֆուրտում, սակայն ափսոս, որ չարձագանքեցի, սպասում եմ մյուս անգամ։ Նարինե Մարտիրոսյան, հարգելի Նարինե, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Ես տեսա Ֆրանկֆուրտում ինչ ձյուն է եւ ինչ ցուրտ է եւ անկեղծ ասած օդանավակայանից դուրս չեկա եւ Լոս Անջելեսի արևից ու շատ տաք ջերմաստիճանից հետո 30 քանիս էր, հա, դուրս գալ ծմեր բանով ու տենց ցուրտ մի խոսքով, հա, հարմար չեղավ, մյուս անգամ շնորհակալ եմ, որ արձագանքել եք անպայման, մանավանդ ես տեսա, որ ասում եք մեյլ գրի կապի մեջ դուրս գանք, թող մնա մյուսին, հա, մյուս գալուն ավելի տաք եղանակներ են լինելու, արդեն օրը հստակ է երբ եմ գալու, դեռ եթերում չեմ ասի նոր եմ եկել մի քանի ժամ առաջ եմ վերադարձել, բայց եթե Ֆրանկֆուրտով եկա, իսկ ամենայն հավանականությամբ կգամ Ֆրանկֆուրտով, կգամ անպայման։ Ինչու եմ ասում, եթե մի քիչ փակագծեր բացեմ, նաև ձեր մեկնաբանությունները կուզենայի լսել, գիտեք, որ հաշված օրերից աշխարհի ամենամեծ եւ լավագույն ավիակամպանիաներից մեկը, որը այո, թուրքական ավիաընկերությունն է, Turkish Airlines-ը Հայաստան է գալիս եւ պաշտոնապես սկսում է մեկնարկել իր կանոնավոր չվերթները դեպի Ստամբուլ եւ հետո Լոս Անջելես եւ արդեն շատ լավ գներով ու շատ լավ պայմաններով առաջարկում են Երևան, Ստամբուլ, Լոս Անջելես ավիաթռիչքները եւ շատ ընկերներ ունեմ, ովքեր Turkish Airlines-ով տարբեր տեղեր են գնացել, ասում են, որ այտենց սերվիս, այտենց որակ, այտենց մոտեցում ու վերաբերմունք քիչ են բան արել։ Հիմա գիտեմ, սա կդիտարկեմ որպես գովազդ, որպես բան, ընկերներ, հուսամ այդ աստիճան մանրոկի չեք լինի, այլ կհասկանաք ասածից բովանդակությունը ինչն է։ Ես մի քանի անգամ բացատրել եմ եթերում, որ սա նորություն չէ մեզ համար, ուղղակի մեր ժողովրդի մեծ մասը անտեղյակ ա եղել, որ Turkish Airlines-ի դուստր ավիաընկերությունը, որը կոչվում է Pegasus, տասնյակ, եթե ոչ երևի 3 տասնամյակ, ամեն վախում եմ ասեմ օր, բայց շաբաթը մի քանի անգամ թռիչքներ ունի եւ Pegasus ավիաընկերության ինքնաթիռը դեղին գույնի եւ կարմիր տառերով գրված, կարծում եմ յուրաքանչյուր հայ տեսել է Զվարթնոտ օդանավակայանում, ով ժամանել է Երևան։ Ձերտները դրეთ խղճների տասեք։ Մեծ մասը չի իմացել, որ դա Turkish Airlines-ինն է։ Pegasus, այտենց պիտի լինի։ Խելոք են։ Հունական դիցարանի Pegasus Հերկուլեսի ընկերոջ, հա, ձիու հավատարիմ է իրանց քուրկիկ ջալալին, ասենց ասեմ, հունական դիցաբանության Pegasus ձիու անունով են դրել անունը ավիաընկերության եւ կանոնավոր թռիչքներ Ստամբուլ, Բոդրում, Անտալիա, Ալանիա եւ գնում են գալիս են այն էլ ինչ ձևի, քանի մեղրամիսների փաթեթներ, չարթերային չվերթներ եւ այլն, բայց Turkish Airlines չի կոչվում, այն որ ասում հոգիներից յուղ անստե։ Հիմա որ կոչվում է Turkish Airlines, թուրքերն եկան, ժողովուրդ ջան, թուրքերը եկել են վաղուց եւ տեղավորվել են վաղուց։ Ես մի պատմությունն էլ ասեմ, որ ես մեր Բաքվում միրգ բանջարեղեն վաճառող Արցախի մեր եղբայրներից մեկը շատ նեգատիվ է այս ամեն ինչը դիտարկում, ինչը եւ հասկանալի է իր տեսանկյունից, ասում է, թուրքերը սա սամալյոտներով եկան, ու միևնույն ժամանակ տեսնում եմ, որ վաճառում է թուրքական վարունգը, լոլիկը,
մրգերը եւ այլն եւ ամեն առավոտ մեծ նարնջագույն sense ցանցային տոպրակներով բիբար ու բանջարեղեն ու մնացած բաներն ա ստանում թուրքական ույնուր, բույնուր ապրանքանիշների, բայց դա իրան չի հուզում, որովհետեւ ինքը դրանով տուն ա պահում, իսկ եթե պետությունը ուզում ա իր տունը պահի, այդ թվում նաեւ մերը երկխոսության ձևաչափով, դա արդեն դիտարկվում ա որպես նեգատիվ։ Ինչևէ, ով է առաջինը զանգահարել դադարից հետո, փորձենք հասկանալ, ասենք բարի օր, բարև ձեզ։ Բարև Ռաֆայել ջան։ Բարև ձեզ, բարև օր։ Ես շատ շնորհակալ եմ քո էստրագերից եւ շատ հակառակ ուզում եմ ասեմ, որ քո նման մարդիկ, որ այսպես առիթ ունեն, պետք է խոսան։ Եվ դու շատ նուրբ եւ սուր subject-ներին ես կպնում խոսում, ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ Եվ եմ։ դրա համար զանգել եմ ասեմ, որ խոսաս այդ բանում, որ ինչ է կատարվում այսօր Լոս Անջելեսի մեջ։ Վստահ եմ տեղյակ ես, որ sorry, ես անգլերեն բառերն եմ օգտվում։ Ասեք, հա։ Department Dr. Oz-ը, որ ինքը թուրք է, եկել է LA-ի մեջ եւ սկսել է, որ շեշտել է Russian Armenian, որ ես շատ մեծ խնդիր ունեմ այդ խոսալու, որ ես email եմ գրել, որովը տեղով կարևորը զանգել եմ իմ ասել եմ, որ է սխալ բան է։ Առաջի հերթին, որ ինքը չի կարող Ամերիկայի օրենքով միջով որ մարդուն չեն դատել եւ իրան հասկացել դու սխալ ես արի, չի կարող ասի, որ առանց յետր մտեղ կայնի ասի, աստեղ ֆրոդ է կատարվում, սխալ է կատարվում եւ երկրորդը երբեք չի կարող Ամերիկայի մեջ ասես 100-ը եթե հայ սխալ գործ են արել, դու ազգը բերես ընդանուր ասես սխալ է կատարել։ Այդ մեկ Բայց այն կողից ուզում եմ ասեմ, որ էլի եմ ասում, քո նման մարդիկ խոսան, որ հայերը ինչ սխալ գործեր են անում եւ հետո իրանց խոսում ես, ասում է, արա միթե մեկ ձեզանից են գողանում, կառավարությունը, չէ ախպեր ջան, մեր անունից է գողանում։ Այսօր մեծ անուն են գցել հայերինը, մենք հայերս միշտ սարքող ազգ ենք ելել։ Չեմ անում ինչը պատահել որ հիմա սաղը եղել գցող Եկած չեկած հայերը ստեղ գալիս են ուզում են սարի վրա տուն ունենան, ավտո ունենան առանց յետր նեղություն կաշեն։ Մենակ սրանք են տենում, չեն տենում, եթե մեկը ավտո ունի կամ որևէ տուն ունի, նեղություն է հետևը կայնած։ Այտենց մի օր ու մի տարվա խնդի բան չի։ Հասկացած ես, հարգելիս, հասկացա։ Մասին ես Շնորհակալ եմ ձեր դիտարկման համար։ Դա համար, որովհետև մենք հայերս լավ ազգ ենք։ Անկասկած։ Դժբախտաբար մեկ քիչ ագա ենք ելել։ Ամեն ինչը Եվրոպայի վրա ենք ուզում։ Այդպես բան չկա։ Բայց պետք է նեղություն կաշի դաս կարտա աշխատի եւ ամեն ինչ էլ Ամերիկայի մեջ այդ առիթը կա որ հասնեն։ Բայց սա ուզում են որ մի օրվա մեջ հասեն, չի ելնի։ Մերսի Ռաֆայել ջան, շնորհակալ եմ, ժամը չեմ խփում։ Ձեզ լավ օր հարգելի, շնորհակալ եմ։ Հարգելի ռադիոլսողը ճիշտ դիտարկումներ արեց, ինչ խոսք եւ այդ դոկտոր Օս կոչվածը, որը դեմքին թույն ու թարախա։ Ես միշտ այս բարակապակցությունը օգտագործում եմ դեմքին գրածը, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, անգամ ավակ սերնդի իմ լավ ավակ ընկերները այդ դիտարկումը ունեն դեմքին մարդու գրածը ով է նա։ Նայում ես դեմքին այդ որ կանգնել էր բիզնեսի parking lot-ում ու տենց բաներ էր ասում թիրախավորելով հային ու հայկականը, իհարկե այդտեղ ասում ականջները երևում էին թուրքական հատուկ ուժայինների եւ գիտեք ոնց քանի որ քաղաքապետը դրա մասին խոսեց տիկին բազը մյուս էլի գործիչներ եւ այլն եւ գիտեն որ ակտիվ կերպով պաշտպանեցին մի քիչ հոգիս հանգստացավ որ պետական մակարդակով գոնե քաղաքապետարանը, քաղաքապետը, նահանգային խորհուրդը եւ այլն բավականին այսպես ջերմ արտահայտվեցին, դրա համար չգիտեմ այստեղ ինչ կարող եմ ասել, բացի մեղադրելուց ու զերծ մնալուց թիրախավորումներից։ Ընդհանրապես թիրախավորելը էթնիկ գրուպը, ազգությունը, ռասան, կրոնը եւ այլն դա ահավոր բան է մանավանդ Միացյալ Նահանգների իրականության մեջ։ Ես չէ որ պիտի գնահատականներ տամ ասելով թե Միացյալ Նահանգները, որ ինքը Միացյալ Նահանգները ինչի շնորհիվ է, այդ salad bowl կոչվածը, որ
բոլոր տեղերից, բոլոր գույների, բոլոր կրոնների, բոլոր ձևերի մարդիկ եկել են եւ կերտել են այն երկիրը ու մի քիչ հետ գդամ ասելով խաղում են այն խաղը, որի խաղի պայմանները հիմնադիր հայրերն են որպես կանոն արել ու պարզվում է դա շատ արդար, տրամաբանության մեջ արդար խաղի կանոններ են եւ հասել են այնտեղ որտեղ որ հասել են ինչ վերաբերում է բիզնեսներին, որ ասում է այսպեսի բան են արել, այնպեսի բան են արել, կներեք, բայց դա իրավապահ մարմինների գործառույթներն է։ Ես արդարության կողմից եմ։ Թող ստուգեն, եթե որևէ մեկը որևէ հանցանք է արել, թող Ամերիկայի օրենսդրության առաջ պատասխան տա, ես օրենքի կողմնակիցն եմ անկասկած, բայց կանգնել առանց դատի դատարանի բիզնեսի դիմաց ցույց տալով ես դիտավորյալ չեմ ասում բիզնեսի անունը, չնայած բոլորն էլ արդեն գիտեն, բայց ավելորդ կաթիլ այս թույնի օվկիանոսում չեմ ուզում ավելացնել, դա շատ դատապարտելի է եւ կարծում եմ սա կլինի առաջին ու վերջինը իր տեսակի մեջ եւ այդտեղ էլ չգիտեմ ինչ կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է, որ այո, ոմանք հայի անունը գցել են, ցավոք սրտի, այդտեղ էլ պետք է համաձայնեմ հարգելի ռադիոլսողի հետ, այո, շատերը ոչ արդար զարթողի ճանապարհով են ընթացել եւ արագ հարստանալու եւ ձեր ասած սարերի վրա տուն ունենալու մոլուցքը հաճախ շատ վատ տեղեր է մարդկանց տարել։ Էլի ես դատավոր չեմ, ես երբեք որևէ մեկին չեմ դատել ու չի կարող դատել, դրա համար միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները տալիս է բոլորիս, այդ թվում նաեւ ինձ, այդ թվում նաեւ ձեզ, բոլորիս տալիս է հնարավորություն վաստակելու եւ կերտելու արժանապատիվ կյանք։ Ես ամեն օր երբեք չեմ թաքցնում, որ ես շատ շնորհակալ եմ այդ երկրին, որ արդեն դարձել է իմ երկիրը, որ տվել է ու տալիս է հնարավորություն ապրելու, արարելու, աշխատելու, արդար վաստակ ունենալու եւ արժանապատիվ կյանք դասավորելու։ Եվ ես երբեք չեմ կարող ուրանալ, երբեք չեմ կարող ասել։ Իդ բոլոր բացասական կողմերով, իհարկե, իդեալական բան չկա։ Բայց նայեք, հասարակ բան հայրենիք, իմ երկիր, իմ տուն, իմ տեղ, դա չի քննարկվում։ Բայց նայ, դու գալիս ես հայրենիք, որտեղ ես դիմավորում են մռայլ մարդիկ, քանդում են քո 3 ճամպրուկները, որից մեկը բառացիորեն քո օգտագործած շորերն են, ինչ որ բան են ուզում գտնեն, դե ես ռադիոտեխնիկա եմ տանում հետս բերում, ասենք 3 տարվա նոթբուքը ասում են էս թազա է, որ խազավր են բան, միկրոֆոնա հետս, թրայփադներ, շտատիվներ, մի ամբողջական ճամպրուկը, սա տեխնիկա է։ Հա։ Ու սենց բանով դու ասում ես, չէ, դա իմ գործն է, դուք չեք, ես ռադիոյի եմ աշխատում, բան, TV-ա, այն, այդ բանով։ Ու հետո գալիս ես տուն ու տանը, ասենք, ջուր չկա, սպասում ես, որ ժամը 6:30 ջրերը տան, որ ատամ լվաս ու դու ապրում ես Երևանում ու նորմալ թաղամասում, այդտեղ արդեն էլ քանդվում է այդ քո այդ հումանյանական, սենց որ մեր բան կանաչ վիթխարի ընկուզերուն տակ նստած մեր պապերով գերդաստանով բան քանդվում է, որովհետև մարդը ուզում է ապրել լավ պայմաններում, ուզում է ապրել բարեկեցության մեջ եւ ուզում է ապրել արդարության մեջ։ Այնպիսի արդարության, որը, մեր մշակույթը, մեր կրոնը, մեր ժողովրդական իմաստությունը ձևավորել է։ Որտեղ արդարությունը թեպետ մեր որոշ բարքերով ապրող լավ ախպեր տղեկը կասեն ճիշտը մեկն է, ես տարբեր երկրներ եմ ապրել, գնում եմ, գալիս եմ, հասկանում եմ, որ ճիշտը շատ հարաբերական հասկացողություն է, ինչը ճիշտ է Կովկասում, կարա լինի սխալ Ֆրանսիայում, ինչը ճիշտ է Ֆրանսիայում, կարա լինի սխալ Մոզամբիկում, եւ այսպես շարունակ, ճիշտը ինչքան էլ մեր թաղի տղեկ ասում են ճիշտը մի հատ է, ճիշտը մի հատ չի, 2 հատ չի, 3 հատ չի, ճիշտը օրենքի եւ բարոյականության տրամաբանության մեջ է եւ ըստ միջավայրի։ Դրա համար ես իհարկե գաղափարի կրող մարդիկ չեն հասկանա, ես ինչ եմ ասում, բայց դա ջրի եռման ջերմաստիճանի հետ է։ Մեզ դպրոցում սովորացնում են, որ ջուրը եռում է 100 աստիճանում։ Ես հետո, ճիշտ է, ես ֆիզիկոս չեմ, բայց հետո, երբ որ արդեն մեծ կյանք մտա եւ որոշ բաներ էի սովորում, հասկանում եմ, որ մթնոլորտային ճնշումից է կախված։ Ինչքան բարձր է ճնշումը, այդքան ջրի եռման ջերմաստիճանը այլ է։
100 աստիճանում, այնտեղ հիմա չեմ հիշում, որ աստիճանի ճնշում պիտի լինի, որովհետև եթե ճնշումը փոխած է, ուրիշ ջերմաստիճանում է ջուրը եռում։ Եվ այսպես շարունակ։ Դրա համար հիմա միջավայրն է կարևոր։ Ինչ միջավայրում ես դու ապրում։ Օրինակ Յուտայում որ ապրում էի, շատ լավ ասիացի համակուրսեցիներ ունեի, Սեյը, իր անվան ծագումը պատմել է մի անգամ եթերում, այդ Սեյը ճապոնացի էր։ Եվ ես իրանից սովորեցի, կամ ավելի ճիշտ իրանից իմացա, որ ճպճպացնելով ուտելը դա կոմպլիմենտ է։ Ճպճպացնելով ուտելը դա իրանց ազգում, Ճապոնիայի մշակույթի մեջ նշանակում է գովերգում է տիկնոջը, թե ինչքան համով է պատրաստել տանտիկինը, եթե դու ճպճպացնում ես նկատի ունի համով է։ Մեր մշակույթում դա անտակտություն եւ անդաստիարակություն է, դա գռեհիկ բան է։ Ահա, հիմա դե ասում են ճիշտը մի հատ է, բայց ճիշտը մի հատ չի։ Եվ այսպես շարունակ։ Նույն, ասենք Ֆրանկֆուրտով է մեկը, Գերմանիայի մեր հայրենակիցները կփաստեն, որ Գերմանիայում, դեպ Միացյալ Նահանգներում էլ այդպես 18 տարեկանում մանավանդ տղա երեխային դասավորում են, որ ինքը գտա առանձին ապրի, անգամ ռումեյթով աշխատի, վարձը տա եւ ապրի իր դասավորի իրար կյանքը։ Մեր մշակույթում տես չի, մեր մշակույթում մինչև թորներով, ծորներով մի օջախի մեջ ապրում են եւ իհարկե դա ուրատանում, դա ուրիշ պատմություն է, բայց մենք չենք ընդունում, ոնց թե Գերդաստանով, պապը, բան, հիմա այնա նոր եկել եմ 4 ժամ առաջ եմ եկել, գիտեք, մենք մի մուտքում ենք ապրում, հերանցս տանն էի բառացիորեն, ամբողջ Գերդաստանը վերև սեղանը գծած, պապան, մեծ մամեն, այսպես ասենք, հա մեր Գերդաստանի ավակ հորաքույրը, բոլորը եկել են քերու բան, ասենց բոլորը Ռաֆայելը եկել է մի հատ բարի գալուստ ասենք։ Էդ է մեր մշակույթն է։ Մեր ձևաչափն ասի Ժորժան կներեք եթերի է, մի հատ գնամ եթերի, հետո հեսա եթերի ավարտեմ, գինարբուկը կշարունակվի։ Ու դա լավ է, դա լավ է։ Բայց ասենք տես հիմա Գերմանիայի բան 18 տարեկան գնացիր կյանքդ դասավորի։ Յուտայում քիչ առաջ հիշատակեցի, շատ ծանոթ մարդ ամուսնալուծվեց։ Ամերիկացի, ամուսնալուծվեց։ Գնաց մորական, հորական տուն։ Մերը guest house-ը վարձով տվեց աղջկան։ Վարձով բաժանվել ես բալաջան, չի ստացվել դժբախտը մեր մոտ վերջ, տնականություն, վայ թաղեմ սրան, վայ թուղթուգիր արին, բախտը չբացվավ։ Ըստ է չէ։ Okay, հետ եկար։ Okay, վարձով կարող է discount ենք տալի գարնանային զեղչեր, guest house-ը տվեց վարձով աղջկան բաժանված։ Էդա, մենք ընդունում ենք դա, մենք չենք ընդունում։ Ճիշտ է դա, մեր տեսանկյունից ոչ, բայց ճիշտը չես կարող ասես որն է։ Դրա համար շատ հարաբերական է այս ամեն ինչը, բայց շատ ուրախ եմ, որ այս հարցերը բարձրաձայնում ենք։ Դուք եք խոսում, ես եմ որոշ բաներ ներկայացնում։ Ստեղ ինչեր են գրում, մի հատ տեսնեմ մեկնաբանությունները։ Մեր լավ եղանակը հետը տարար, հիմա սենց մեզ մոտ +3 է Դավիթ Էրբենջյանն է ասում։ Բերել եմ Երևան, Դավիթ ջան եղանակը, այդ ջերմ եղանակը վերեցի Երևան, այստեղ էլ մարդիկ գարնան հոտ են զգում։ Ֆրանկֆուրտում ուզում էի դուրս գալ զբոսնել, մայնի ափին հաճախ եմ լինում, անընդհատ մի հատ լավ բաֆե կան, համով բաներ են տալի, շտրուձել, բայց վայրեջ կատարելուն պես անգամ կադրեր ունեմ, օդանավից նկարել եմ, հեսա տեսեք, այնպիսի ձյուն, ձմեռ եւ այլն, ասի, նո, այսա, այս հենց իջել ենք ներքև, ովքեր նայում են Facebook-ով, բավականին սառը, ու երբ որ վայրեջ կատարեցինք օդանավի ուրիշները որ թռնում էին այդ գեյթի մոտ հակասարցային sense փոշի բան էին անում հեղուկով պատում էին ինքնաթիռը որպեսզի վնաս չլինի բան չլինի այսինքն դուրս գալու չէր ժողովուրդ ջան ես էլ ճանապարհի վրա բավականին երկար լեյովերով բանով դուրս գա ինչ անեի բարևներ ցուրտ Մոսկվայից Նելի Սահակյանն է գրում բարև ձեզ ջերմություն եմ ուղարկում ձեզ Ջորջ Մելիքը մենք էլ էինք կարոտել քեզ Շնորհակալ եմ բարեկամներ Ռաֆայել ջան բարևներս Էջմիածնին քաղաքից Կարեննա բարի գալուստ հարգելի Կարեն բարի օր բարի ջերմ ողջույններս մեր հարգելի Էջմիածին հոգևոր քաղաքի մեր լավ հայրենակիցներին ես սիրում եմ Էջմիածինը սիրում եմ Էջմիածինցիներին շատ լավ ընկերներ ունեմ եւ մի խոսքով հոգևոր է այդ ամեն ինչը շատ հաճելի է այդ ամենը տեսնել Նարինե Սողոմոնյանը Եկատերինբուրգից է բարևներ ուղարկում բարևներ Ռաֆայել ջան շատ
ահա, տես հիմա գովում է։ Շատ խելացի եք ինձ ասում, շնորհակալ եմ, անհարմար է անգամ ասել եթերում, բարձրաձայնում եմ, ես ստիպված կարդում եմ ձեր գրածները, գան ինչ անեն, չեն ձգե ձեր մտքի գոհարները։ Հիմա հասկանանք ում էր ուղված հարգելի Նարինե Սողոմոնյան, կեսից եմ երևի միացել, ինչի մասին է խոսքը։ Okay. Good morning from Rancho Cucamonga, California, David Davtyan. Բարև ձեզ, ուրախ եմ շատ։ Իդեպ, հա, տես թռիչքից խոսեցինք, այս անգամ ուրիշ մարշրուտով ա թռել։ Ուրիշ մարշրուտով են, սովորաբար, այս մեր թռիչքները transatlantic մեր թռիչքները միշտ Կանադայով, չէ, Լաբրադոր, Կանադա, Գրենլանդիայի վրով հետ գնալն էլ, գալը պարզ է, ասենց Սառուցալ օվկիանոս, այնտեղ բանը Իսլանդիա, Անգլիայով այդ Եվրոպա եւ Գերմանիա էր իջնում։ Ես զարմացա, որ այս թռիչքով Նյու Յորքի բանի կողմով չբարձացավ հյուսիս Կանադայի կողմով, ասենց ամբողջը Ատլանտյան օվկիանոսի վրայով, ասենց մի քիչ հարավային կողմով էլի եկավ, ինչն էր փոխվել, ինչ է բան, բնականաբար պետք է հարցնենք բորդ ուղեկցողուհին եւ պարզվում է քամի հոսանքների հավասար գնաց, որ քամու հոսանքները այս անգամ այդպես էին ու ուղեկցում էին մեզ, որ ավելի հեշտ լինի, պապուտնի վեցեր են ասում, այդ պապուտնի վեցեր ճանապարհային քամիները ուղեկցում էին թռիչքը, որ ավելի լավ լինի, ֆանտաստիկ էս Ֆրանկֆուրտը թռնում է Boeing 747 Jumbo Jet կոչվում է, the Queen of the Sky, որ ասում են, թագուհին է երկնքի, իրապես բարեկամներ, իրապես մի հատ sense թափ տալ, մի հատ բան չկա ու հին ինքնաթիռներ են։ Այդ Jumbo Jet-ները գիտեք, նոր ինքնաթիռներ չեն, հիմա նորերը ես Քաթարով մի անգամ թռա Airbus A350-ը, ընտիր, բայց էլի այդ մասշտաբների համար արտակարգ ինքնաթիռներ են եւ գիտեմ, որ Lufthansa-ն այն քիչ ավիաընկերություններից է, որ դեռ օգտագործում է եւ իր առանձնահատկությունը պահպանում է դրանով, որ այդ Jumbo Jet-ները պահում է իր ավիապարկում տրանսատլանտյան թռիչքների համար։ Lake Balboa-ից բարևներ ունենք, Նարա Ասլանյանն է գրում, բարև ձեզ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար Նարա ջան։ Գլենդելից ունենք բարևներ Ռաֆայել ջան, անverջ հաճելի է ձեզ լսել, Աիդա Վարդանյանն է ասում, բարև ձեզ։ Խաչատրյան Սեդան Բերլինից, սրտիկներ, Ուդենթակ Բերլինից, շատ ճիշտ եք մեկնաբանում, մտածելակերպը ձևավորում է միջավայրը, Լուսինե, հարգելի Լուսինե, համաշխարհային մտքի տիտաններն են դա ասել, հո իմ խոսքերը չեն, որ կեցությունն է որոշում գիտակցությունը, դու որ միջավայրում ապրես, այդ միջավայրի ձևաչափն էլ մտածելակերպը եւ արժեհամակարգը կձևավորի, վստահ եմ, որ այդտեղ գենետիկան բացարձակ կապ չունի, գուցե գենետիկ առումով որոշակի հեշտանա ինչ-որ մի բան ընկալելը, ասենք տաղանդի առումով մի փոքր, բայց դա որևէ երաշխիք չի կարող լինել, ավելին ասեմ, ցանկացած հանճարի սերունդներին, որ նայում ես, երեխան, թոռը բան առանձնապես հաջողած չեն։ Ամեն դեպս իմ շրջապատում, ինչքան ես տեսնում եմ հաջողած ծնողների, երեխեքը որպես կանոն, ասենց մի քիչ շտոտը նիտո եմ, ինչպես ասում են։ Լավ բան կկարդակ, ինչ մի լավ բան կկարդակ լվանամ ուղեղս, Ռաֆայելս, Էմի Ստեֆանի ասում, գրքից, հարգելի Էմի Ստեֆանի, գրքից, ես ճիշտ ասած գիրքը ձեռքից տակ չի, չունեմ, այստեղ ինքնաթիռի հետս դե բերել է, այդ առաջի օրինակը միշտ հետսման եմ տալի, մի հատ տեսնեմ, Գանձուլյա, տես մի հատ եթե գիրքս կա բերելի բանի մոտ է, եթե գիրքը ունեմ, իմ գիրքը բանի բեր։ Ռաֆաջան ասում եք, կանչում են, չեն գալիս, ասում են գան, ինչ անեն, ինչ պատասխան, ինչ հարցնեմ, okay, մերսի, կկարդամ հարգելիս, կարդամ անպայման, շնորհակալ եմ, ջերմ խոսքեր եմ, այդ լրատվականը տեսնեմ, ինչ կա, այցի շուրջ է իհարկե հիմնականում, այցի և Փաշինյանը ինքնաթիռի մեջ
գրել էր, որ ավելի ամուր խաղաղության երաշխիքներով է գալիս Հայաստան ու տեսանյութ էր հրապարակել։ Գիտեք ոնց, նայեք, ինքն էլ է Lufthansa-ով եկել, ես էլ եմ Lufthansa-ով եկել, հետո նստում է Ֆրանկֆուրտում իր ինքնաթիռով է հետ գալիս։ Էկոնոմ կլասից է նկարել։ Էլի, չեմ ուզում ավելորդ բան ասեմ, բայց իմ համար օրինակ այդքան էլ ինչքան էլ ազնիվ, արդար բան գնահատական չեմ տալի, բայց իմ կարծիքով երկրի ղեկավարը պրեմիում էկոնոմ էլ չէ, էկոնոմու կլասում նստած նկար է հրապարակում, մի քիչ ես դա չեմ հասկանում։ Ասեմ ավելին, չեմ էլ ուզում հասկանալ։ Իսկն երկրի ղեկավարը չեմ ասում ճորվեն առաջին են բանի Քաթար սյուիթը պրեմիում կլասի վերցնեն 15-20 հազար դոլարանոց, չէ։ Բայց ասենք լավ, պրեմիում էկոնոմ, լավ, չեմ ասում բիզնես, պրեմիում էկոնոմ, ասենք չեմ ընդունում ես դա, չգիտեմ։ Հիմա սա PR է, ինչ է, ոնց է, ես չգիտեմ, էլի գուշակումներ չեմ սիրում անել, բայց պարոն վարչապետ, իմ կարծիքով, եթե անգամ դա արվում է քարոզի համար, երկրի ղեկավարը իրեն եւ պետության բյուջեին կարող է թույլ տալ գոնե պրեմիում էկոնոմ։ Մանավանդ Lufthansa-ով եմ ես գնում գալ, դրանք ես բիզնես կլասով եմ եկել, update-ը 1250 եվրո էր։ Կլաս բարձրացել։ Եթե երկրի ղեկավարը իր տոմսի հավելավճարին $1400, 1250 եվրո չի կարող թույլ տալ, այդ ուրեմն որոշ գնահատական էլի շատ բան է ասում։ Մնացածը արդեն թողնում եմ ձեր գնահատականներին, ձեր մեկնաբանությանը։ Դավիթը ասում է էկոնոմ չէր, պրեմիում էր։ Դավիթ ջան, պրեմիումի նստարաններ չէր, այդ կապույտը, որ սենց բան արեց մեջտեղի շարքը նստած, էդի էկոնոմն էր, պրեմիումը մոխրագույն է, չգիտեմ։ Okay, լավ, թող լինի պրեմիում էկոնոմ, լագիջը մեջը, չէ։ Okay, լագիջն է մեջը։ Okay, թող լինի, ժողովուրդ ջան, թող լինի։ Պատկերացրեք, անգրագետ ծնողներից էլ բավականին հաջողակ երեխեք են ծնվում, լավ աշխատանքի ու պաշտոնի տեր են դառնում։ Մելանիա Ալեքսանյանն է ասում, հարգելի Մելանիա, իհարկե, ասեմ ավելի, որպես կանոն, հենց վատ ընտանիքներում ծնված մեծացած երեխաները ունեն այդ մղումը բարեկեցության, շատ ընտանիքներ եմ այդպես ճանաչում, որ շատ վատ պայմաններում են ապրել, մեծացել, ծնողներն էլ առանձնապես հենց հաջողած մարդիկ չէին, ծեծ ու ջարդ եւ այլն, եւ երեխեքը բայց եկեք ձեռքները դնենք խղճներից ասենք, որ այդ ճանապարհը հիմնականում եղել է կրթության շնորհիվ եւ կրթության միջոցով։ Աշխատասիրությունն էլ անկասկած, որ այնց դպրոցի բանի ինստիտուտի ժամանակ չի եղել, բայց բիզնեսադրը առեցախեբան, բայց դա այդ 90-ականների պահն էր։ Այդ 90-ականների պահը գուցե, բայց հիմա հենարանը հիմնական, մանավանդ հայկական իրականության մեջ պիտի լինի կրթությունը, հիմա ձեռ են առնում, ու դա նոր բան չի, դու գիտեք, մենք հաճախ ենք այս թեմայի շուրջ խոսել իրար հետ, որ կրթված մարդուն մեր հասարակության մեջ, ես ուրիշ տենց հասարակություն չեմ ճանաչում, որտեղ մեկին ասես պրոֆեսոր նշանակի բացասական բան, գիրք կրծողը լինի բացասական բան, բա հենց այդպես պիտի լինի, հենց գիրք կրծողը, ուսման նվիրյալը, պրոֆեսորն ու գիտնականը պիտի ապրեն եւ կերտեն են միջավայրը, որտեղ այլ իրավիճակում եւ հնարավորություններով մարդիկ կարողանան քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել, որովհետեւ մենք ինչ ունենք մեր շուրջը, եթերը, iPhone-ը, ինչ որ կա, մեքենան, բան, դա այդ բոլոր այդ գիրք կրծողների գործունեության արդյունքում է եղել։ Ինչ մենք ունենք մեր շուրջը, դրա համար ձեռ առնել այդ մարդկանց, չեմ հասկանում։ Okay. Համաձայն եմ Ռաֆայել ջան, դու մեկա պատճառ գտնելու են չարախոսելու,
Հարությունյան Արևիկն է ասում, իսկ Անի Ասլանյանը ասում է բիզնեսով գա, մի տարի կխոսեն, էդ էլ կա, իհարկե, դա էլ կա։ Աղասի Բաբայան ասում է, թող դա լինի մեր ամենամեծ մեր երկրի խնդրեմը։ Հասկանում եմ, թող լինի, մեր երկիրը շատ խնդիրներ ունի, հիմա համատարած ասֆալտապատում է, համատարած, դե ուշ ժամի եկանք, համեմատաբար ազատ էին փողոցները եւ աշխատում էին բանվորները, ձուտ էին փռում բան։ Ես մի հարց ունեմ քաղաքապետին, ճանշին, մանշին, ովքեր որ կան, հարգելի սեղանակիցներ։ Իհարկե այդ պաթոսը մենք շինարար ժողովուրդ ենք, բան, ինչ շինարար ժողովուրդ է, շենքերը բլած, տունը ջուր չունես, լիֆտը պոկում է, ճանապարհները 6 ամիսը մեկ բլում թափում է, բայց այդ չի կարևոր, շինարար ժողովուրդ։ Այդ ինչ ասֆալտ եք դուք անում։ Հալաբյան փողոցը ամեն տարի կապիտալ վերանորոգում են։ Համար 15 տարի ձունը գալիս է Լոս Անջելեսի հետ մի համեմատի։ Լոս Անջելեսի հետ չեմ համեմատում։ Համեմատում եմ Salt Lake City քաղաքի հետ, որը Հայաստանից ավելի ցուրտ քաղաք է, Երևանից 10 անգամ ցուրտ քաղաք է, այսինքն գլխից չափ ձուներ գալի ամեն տարի այնտեղ էի ապրում։ Արա մի հատ ճակած փողոց չկա։ Տարիներով ապրել եմ այնտեղ, ձմեռ 4-ին ժամը գործի էի գնում, համասանում էի, աշխատում, առավոտը 4-ին ցելոֆանից պոլիէթիլենային sense մի հատ պլաշ ունեի առնում էի, որ մինչև ավտոս փարքինգը հեռու էր, այդ ձնախառն ճանապարհին գնայի փարքինգը, մեքենան խոտայի գնայի բանի, մի հատ ճակած փողոց ես չէի տեսնում։ Մի հատ փոս բացվեր մեր մոտ, դե անձրև եկավ, գարունա փոսերա, գարունա փոսա բացե։ Մի այդ ինչ եք դուք անում։ Վատ եք անում։ Գողանում եք, անորակ ասֆալտ եք բերում, այդ գիտեմ որ մեջը ռետինի ինչ որ չափաբաժին պիտի լինի, որ ասֆալտը որակով լինի, այդ ռետինի չափաբաժինը, որը թանկ է, այդ եք տանում, վատ եք անում, չի կարող կենտրոնական փողոցը կապիտալ վերանորոգվի, մյուս տարի լինի էլի կարկտած ջարդուփշուր վիճակի մեջ։ Դա երկու տարբերակ կա, կամ մի ասեք շինարար ժողովուրդ, մի ասեք այդ բանը։ Ասեք ոչ շինարար ենք, ոչ ճարտարապետ, պիտի սովորենք, կարող այն ժամանակ եղել է մի 1000 տարի առաջ, մոռացել ենք հիմա, կարում ենք հիմա բան։ Կամ եկեք գնանք սովորենք, կամ ուրիշներին բերենք թողանեն մեր ասֆալտները։ Մի անգամ ազգովի, եմ որ ասում, այ սարքեցինք բրծավ 10 տարի, այս փողոցին չենք կպնում, ամեն տարի փողոցը փակ, ասես ոնց կարելի է, գժվում արդեն։ Ռաֆա ջան, Ադլերից ձեզ ողջունում է Գայանե Նալբանդյանը, ով ամեն օր լսում է, սպասում է ձեր նոր եթերներին։ Հարգելի Գայանե Նալբանդյան Ադլերից, ջերմ բարևներ ձեզ։ Ամենայն բարիք, շնորհակալ եմ, որ սպասում եք, շնորհակալ եմ, որ լսում եք մեր հայությանը, գիտեմ Ադլեր Սոչի, գիտեմ շատ հայություն կա, բոլորին ջերմ բարևներ, բոլորից սիրում ենք, բոլորից սպասում ենք, բայց հուսամ դուք այս պրոռուսական խաղերի մեջ, եթե անգամ ծանոթ հարևան ունեք, չեք ընկնի։ Այս երկրին այտենց վատություն չեք անի, որովհետև գիտենք ցուցակներ է կազմվում, հազարավոր մարդկանց բերելու են ընտրության ձեզ հայտնի ուժերը, որպեսզի ընտրեն հասկանալի է թե ում։ Հուսամ, եթե կան տենց հարևան, բարեկամ, ծանոթ, ասեք չքանդեք այս երկիրը։ Չքանդեք այս երկիրը, վախացնում են, ասում են հն, հանկարծ եթե պրոռուսական ուժերը չգան Հայաստանում իշխանության, Պուտինը ձեզ լարելու է, երկրից հայերին խրգելու է, չի լինելու տենց բան։ Երբեք չի լինելու։ Հայերը Ռուսաստանի աղն ու հացն են։ Այդ ասելա դեռ Ալեքսանդր III-ը։ Ալեքսանդր III-ը всех армян по возможности приласкать գրելա իրա ուկազի մեջ при возможности приласкать и способствовать բանը նպաստել բանը վերադառնալուն գալուն եւ ապրելուն իրա օրոք է այդ նոր Նախիջևան են սարքել այդ նույն տարածաշրջանում այդ կուբանսկի արմյանի չէ տեղավորվել են ամբողջը լավ ձևավորվել են եւ հայերը աղն ու համն ու շատ կարևոր բաղկացուցիչ էթնիկ խումբ են Ռուսաստանի եւ ոչ ոք հայերին չի հանել, չի հանելու եւ չի էլ կարող հանի։ Չի կարող անել, բայց Հայաստանի Հանրապետության դեմ չօգտագործեն հայերին։ Այս ամենակարևորը այդ ով որ հասկանում այելի փառք ու պատիվ։ Ես էլ եմ Ռուսաստան ծնվել մեծացել, մեր ընտանիքն երկար տարիներ Ռուսաստանի հացնակեր է ոնց որ ասած, մենք շատ ամուր կապերով կապված ենք, բայց դա չպիտի լինի Հայաստանի դեմ։
ապրեք, աշխատեք, ձեր ընտանիքներին, ձեր երեխեքին ամենայն բարեկեցության հասցրեք, բայց մի թույլ տվեք, որ ձեզ օգտագործեն Հայաստանի դեմ, որովհետև հիմա այս պահին ձեր կարգավիճակը Ռուսաստանում մեր գտնվող հայերի կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետության դա տարբեր խաղի կանոններ է։ Դուք ապրեք, սիրուն, դուք ասելով ես հիմա ինձ գայանե ինչ եմ էլի ասում, մեր հարգելի Ռուսաստանի համայնքին եմ ասում։ Ձեզ ներքաշում են շատ մեծ գեոպոլիտիկ ավանտյուրայի մեջ, հույս ունեմ, որ այդքան իսկ հաստատ խելոք մարդիկ շատ են, այդ խաղի մեջ չեք մտնի եւ թույլ չեք տա, որ ձեզ օգտագործեն, որովհետեւ վստահ եղեք, որ այն ինչ որ ասում են, դա բարին չի։ Հայաստանի Հանրապետությունը 300 տարի ամեն անգամ այս ընտրության առաջ կանգնելուց 300 տարի ընտրել է ռուսական ուղղությունը։ Եվ պատմությունն է ցույց տվել, որ սխալվում է արդյունքում։ Ու մենակն չէ, որ վայ չէ, չստացվեց։ Մենք միշտ կորցրել ենք կյանքեր, կորցրել ենք տասնամյակներ, կորցրել ենք հողեր։ Եվ այս անգամ հուսամ 21-րդ դարում, երբ որ աշխարհը այսքան բաց է, մանավանդ այսքան կապերը ամրացած են, հուսամ Հայաստանի Հանրապետությունը էլի պահպանելով շատ ջերմ ու դրական հարաբերություններ, ընտրությունը այս անգամ կկատարի այնպիսին, ինչպիսին պետք է լիներ 1918, 19, 20 թվականներին։ Հա, ես կարծում եմ պիտի լինի ու ես սպասում եմ այդ ընտրությանը, որովհետև ես ուզում եմ մեր ժողովուրդը ոնց բացատրեմ, բոլորը ձգտում են Միացյալ Նահանգների բարեկեցությանը։ Բոլորը հասնենք, ապրենք, ոտը ստեղ ընկնի, սենց վիճակներ են ասում։ Իսկ եթե մեզ մոտ այդ ուժերը որոշակի գործունեություն ծավալեն, տեսեք ինչ ճանապարհի հարցը, որը Ամերիկան բուն է դնում, 99 տարով երաշխավորում է։ Հայաստանը երբ է 99 տարվա որևէ երաշխիք ստացել որևէ մեկից։ Մեկն ու մեկը թող chat GPT անի ու հարցնի ասի Հայաստան դու Հայաստան, վայրենի երկիր, երբ ես դու 99 տարի տեսե ինչա լինելու։ Չի եղել տենց բան, երբեք չի եղել։ Մի դար դիմացդ ժամանակ չի եղել։ Այսօր էլ ապրենք, էլի բանա, տենց է եղել մեր պատմությունը։ Սովետը որ սովետը էլի դար չի տևել 73 ա եղել, ոնց է ավարտվել դուք լավ գիտեք։ Ոնց է սկսել Հայաստանի պատմությունը խորհրդային, էլի լավ գիտեք։ Մոսկվայի պայմանագրով ու Կարսի պայմանագրով։ Ոնց է ավարտվել, էլի լավ գիտեք։ Ղարաբաղով եւ բանի այդ ինչու անունը Մատրոսկայա Տիշինաբանտում Աբրաբոտկա անցած հատուկ ուժայինների կողմից Լևոն եւ մնացած բաները։ Ձեզ թվում է այդ հանկարծակի եղավ, այդ Ղարաբաղ միացումը պատահական էր։ Երբ որ արխիվները կբացվի, իսկ ես վստահ եմ արխիվները կբացվի, երբ որ Ռուսաստանում լինի ժողովրդավարություն, իսկ այդ օրը կգա, անպայման կգա, այդ ժամանակ դուք կտեսնեք, թե ընդհանրապես Ղարաբաղի հարցը ինչպես ծնվեց, ինչպես ներդրվեց եւ ովքեր էին ջահակիրները այդ գաղափարի, ովքեր եւ այրեցին ոչ միայն իրենց, այլ այրեցին մի ամբողջ երկիր ու սերունդ։ Այդ ամեն ինչը կգրվի, կհասկանա ու հուսամ այդ իհարկե մոտ ապագայում չի լինելու եւ չգիտեմ մենք այդքան կապրենք թե մեր երեխեքը վաղը մյուս օր դա կկարդան եւ այս եթերները որոնք YouTube-ում կլինեն մի օր կարող է ոնց որ ես մեկ-մեկ միացնում եմ լսում եմ այնտեղ չգիտեմ որոշ գործիչների Գոլդա Մեյերի լեկցիաներն եմ մեկ-մեկ լսում կամ այնտեղ Արիել Շարոն, Մարոն եւ այլն կամ ով կա այնտեղ որ մեկ-մեկ լսում եմ ու ասեմ որ լավ անուններ անգամ Ժվանեցկին անգամ Միխայել Ժվանեցկու մեկ-մեկ որ լսում եմ ասեն արա ճիշտ էին ասում ու գոնե այտենց մի բան լինել ար ճիշտ էին ասում որ դա հորինված թեմա էր որ դա ինչի էլի մեկ-մեկ հիմա արխիվների մեջ որ նայում եմ ասեմ ինչի ախալ քալակի հետ չարեցին այդ բանը այտենց էր ջավախ կպահանջեին Վրաստանից որը շատ ավելի հեշտ կլիներ Վրաստանի հետ ճիշտ է հիմա հանկարծ մեր վրացի եղբայրները չջղայնանան այս թեմայի մասին բայց այդ թեման կա չէ կար այն ժամանակ հայություն էր ապրում
Ինչի միացումը չգորացին Ջավախքի, որը շատ ավելի հեշտ էր Վրաստանի կողքին Թուրքիայի պես երկիր եղբայրական չկար, կապերը շատ ավելի հանգիստ էին, շատ ավելի ամուր, ինչի հանկարծ, որովհետև պետք էր դաժանություն, պետք էր կոնֆլիկտ կրոնային, պետք էր շատ ավելի գլոբալ, շատ ավելի մասսայական բախում էր պետք, ցեղասպանական տարերով, Սումգայիթի ջարդերով, Բաքվի ջարդերով, դու վրացուն ասես գնա հայերին սպանի կամ Հայաստանում վրացիներս, կյանքում դες բան չեն անի։ Չեմ պատկերակալ, որ մի երկու մանյակ, մի գիժ են, ղեկները թրծրել են, տան իրար սպանեն, բայց զանգվածային մեր ժողովուրդների պարագայում այդ ուրիշ է։ Պիտի բացես արդեն Թուրքմենչայի պայմանագրի տարերը կարդաց, Գյուլիստանի պայմանագրերը, թե ինչ խմորումներ կային, ազգային միջյան ինչ բախումներ կային, պիտի եթե արդեն Դավիթ Բեկյան ուխտը հիշես, Նժդեհին հիշես, մյուսին, Մխիթար Սպարապետ բան կարդաց, այս լրիվ ուրիշ տեղ, այսինքն բախումը շատ ավելի զսպանակի էֆեկտ կտար։ Բա ոնց։ Եվ դրա համար եղավ են ինչ։ Եղավ, մենք մնացինք մենակ, իսկ ամբողջ թուրքական աշխարհը միավորվեց մահմեդական գաղափարախոսությամբ եւ մնացած բաներով, իսկ մենք ում հետ որ կապում էինք մեր խնդիրը, Աստված իմ 1000 անգամ, հələ US Armenia-ի եթերներում էի դա ասում էի, գալիս էին պատուաներին, քարով խփում էին մեքենայից ակերը եկան ծակեցին այդ եթերից հետո, սվոլոչի։ Ասում էի, այ կեղտի կտորներ, ոնց կարող է խնդիրը լուծել այն երկիրը, որը ծնել է այդ խնդիրը։ Հասարակ բան էի ասում։ Հայ մարդ ասում է, հələ մի հատ մտածի։ Այս խնդիրը ծնել է այդ երկիրը, Ռուսաստանը։ Ծնել է, բառացիորեն ստեղծել է, հələ Ղարաբաղսկը խանստվայի ժամանակով, Թուրքմենչայի պայմանագրի ժամանակներում արդեն էդի կար խանություններով։ Ինքնատ կայսրությունը, հետո խորհրդային միությունը, Լենինն ու Ստալինը իրանք են ծնել այս խնդիրը, դիտավորյալ բաժանելով իրար մեջ Ռազիլայի վլաստվույը իրանք են ծնե։ Ու դու հիմա սպասում ես, որ ինքը պիտի լուծի, ինքը չի լուծելու, ինքը սпасելու է քեզ, որպիսի մանրադրամի պես փուրը տա ու այդ օրը եկավ, այդ օրը Ուկրաինայի վրա հարձակման օրն էր, այն օրը, երբ որ ինքը որոշեց, որ ինքը հարձակվելու է Ուկրաինայի վրա եւ պիտի օկուպացնի ամբողջ մի հսկայական երկիր, որը Եվրոպայի ամենամեծ պետությունն է, իրան պետքա ապավեն։ Ինքը մենակ գազ ու նավթ է ծախում, այդ գազ ու նավթը փակելու են, փող չի ունենալու, իրան պետքա բուֆերային երկիր, որը ունի արդեն գործող նավթամուղ, Բաքու, Ջեյրան, Կարս նավթամուղը, որով եւ իր գազն ու նավթը կտանի Եվրոպա, անունը կդնի ադրբեջանական, բայց ռուսականն է։ Կանչում է, հարգելի բեղավոր եղբայր Հոս Եգուր, ահա։ Ես սենց պլաններ ունեմ։ Սենց բաներ ա լինելու, գազից վինտիլը փակելու են, Northern պատոկտեն նորվեգիական ծոցում տրակացնելու են։ Ես իմ փողերը ոնց եմ աշխատելու։ Ցավոտ է տանեմ իմ նավթամուղս քեզ փեշքեշ, ասում է մարդամեկը բեղավոր մեծ քթով։ Okay, բա իմ շքամա, բա իմ քյարը որն է, ես իմ ասում հարսի համապատասխան տեղով փեսուն լավություն է։ Բա ես ինչ եմ անում։ Ինչ երազանք ունես։ Իմ երազանքը մի բան ունի, դրա անունն է Ղարաբաղ։ Ղարաբաղ, okay։ Ինձ ինչ, թուրքերի հետ լավանալու համար Կարսի ու Արդահանին շրջանը տվեցի Քեմալին։ Ես էլ քեզ էլ ախպեր ջան, ինձ իմ հարցն է պետք, իմ հարցերն է պետք, կայսրության հարցերը, մի քիչ ես կողմ 100,000 փախան, 5,000 մեռան, Իրան ինչ։ Դուք էդի ոնց չեք հասկանում այդ տարական բաները, դուք ոնց չեք հասկանում դա։ Հիմա սամալյոտներով բերելու են ընտրության ձեր օլիգարխները։ Դա թոբերեն դենանք ինչ է լինելու այս երկրի վիճակը։ Ես մինչև վերջ պետության ու պետականության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների մարտիկն եմ, ջատագովն եմ ու պաշտպանը։ Այնքան, քանի այս եթերը կա, քանի ռուսական հեսա որ օլիգարխները կան, այս եթերն է կանջատվի, հերոսատեսյան եթերն է կանջատվի, տասնյակ մեդիաներ կփակվեն ու կլինի այն ինչ որ կլինի։ Դու հանգարց մեդիայում կարաս ասես ցարը սխալ էր։ Դու հանգարց այս բան կարաս ասես, չես կարա ասես։ Ասեմ ավելին, այդ մարդիկ, ովքեր ասում են մեզ մոտ խոսքի ազատությունը, մենք ժողովրդավարությունը կվերականգնենք, ձեր պասպորտները, ինչ պասպորտներ է, գնացեք ձեր երկրում ժողովրդավարություն արեք։ Մի հատ հայկական ալիք բացեք ձեր երկրում,
ժողովրդավար ու ասեք, «Էս ինչ եք անում, տեսնեմ ինչ կլինի ձեզ հետ ձեր բիզնեսի շենքից դուրս գալուց 10 վայրկյան հետո»։ Մի հատ հանկարծ չեչեն բան, որ շտուկատուրկա անելուց մի հատ քար կընկնի ձեր գլխին պատահաբար եւ վերջ։ Երկնքից կընկնի 3 խնձոր։ Էտա։ Գնացեք ձեր հիմնական կարգավիճակի երկրում կարգ ու կանոն հաստատեք, այս մի բուր երկիր, այս մի լոնգ երկիրը թողեք հանգիստ, թողեք տնանք ինչ ա լինում։ Թողեք թող ապահովության երաշխիքներով գոնե 99 տարով գան այն ուժերը, որոնք չեն փուրը տա, ովքեր կաշխատեն, կհարստանան, մենք էլ կհարստանանք իրանց ֆոնին։ Էտա ժողովրդավարության եւ բարեկեցության ձևաչափով հուսամ։ Ինչ այսքանը ես խոստացել եմ, որ որոշ բաներ պիտի կարդամ։ Մեր հարգելի գործընկերների ծանոթությունները իհարկե լսենք, մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են եւ այս ընթացքում փորձեմ հասկանալ, թե ինչ դրվագ այսօր ներկայացնեմ ձեզ։ Բարի, այնպես որ հուսամ հեռու չեք գնա։ Եվ խոստացել եմ, որ մի պատառ ընթերցելու եմ գրքից հայ-ամերիկյան օրագիր Get-ից Get Հայաստան վեպից մի պատառ H167, եթե որևէ մեկը ունի գիրքը ձեռքի տակ։ Ազգ, հայրենիք, պետություն, քաղաքացի եւ անհատ։ Ցնորության այս ժամանակաշրջանում, երբ համընդհանուր արժեհամակարգի տրոհում է, ազգային ու պետական գաղափարները ցավոք ստվերվում են։ Անհատականության, ասել է թե ինդիվիդուալիզմի այս ժամանակաշրջանում, տեսնես քանիսն է իրապես հասկանում, թե ինչ է պետությունն ու պետականությունը։ Գուցե դա նպատակ է, գուցե հոգեվիճակ, իսկ եթե ապրելակերպ է, ապրելակերպ, որ օր-օրի էլ ավելի պիտի կարծրանա մեր հոգում ու մտքում ու դառնա ուղենիշը։ Շատերը կարող են հպարտանալ իրենց նյութական միջոցներով, օրինակ մեքենա, բնակարան, առանձնատուն, բայց կարող են կարծոք հպարտանալ մեր պետականությամբ։ Ես շատ ուղիղ եմ հարցնում, ով հայ մարդ, ով հիմա հասել է այս տողերին գրքից եւ ընթերցում է, դու ազնիվ եղիր, դու հպարտ ես քո պետականությամբ։ Ամեն մեկ այդ հարցը իրան պիտի տա։ Իդեպ, կարևոր դիտարկում կա, պետականությունը հող ու ջրի հետ կապ չունի, պետականությունը համակարգն է, որի մեջ մենք ապրում ենք, այն քաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչու չէ բարոյահոգեբանական իրավիճակը, որում ապրում ենք։ Պետականությունը հայրենիքի իրադրությունն է։ Եթե ժամանակակից լեզվով ասեմ, ապա պետականությունը հայրենիքի օպերացիոն սիստեմն է, ինչպես որ համակարգիչներում օրինակ Windows-ը։ Երեք այս հարցի շուրջ բանավեճի էի ծանոթներիցս մեկի հետ եւ նույն հարցը տվեցի նրան, նույնպես նա էլ սկսեց այն հայկական հին պաթոսի դրոշը ծածանելով բանավիճել հետս։ Մեր Սևանը, մեր Արարատը, մեր Արաքսը։ Ինչ կարող ես ասել այդպիսի մտածողներին, ովքեր որպես կանոն շենացնողներ չեն, այլ հակառակը։ Պետականության անլիարժեքության գաղափարն է անհատին ստիպում խորել վեի ու վեագույնի շուրջ, անարդարության մասին եւ ստիպում քաղաքացուն պայքարել, խոչընդոտներ հաղթահարել կամ ինչու չէ հանդես գալ գաղափարներով, որը կտանեն բարեկեցության։ Երբ ունես պետություն, կապ չունի լավ թե վատ, թույլ թե հզոր, հոգեվիճակը բոլորովին այլ է։ Իսկ մեր պապերը բառացիորեն երազում էին պետություն ունենալու մասին։ Փառք Աստծո, որ դա արդեն անցյալում է, չնայած դե անցյալ էլ կա, անցյալ է կա։ Երեկել էր անցյալ, անցած տարին էլ է անցյալ, 100 տարին էլ, 1000-ն էլ։ Կա արդյոք այս աշխարհում մեկ այլ ազգ, որ այդքան անցյալի մասին է խոսում։ Խոսելը որն է, ապրում է անցյալում, երգում ենք անցյալի մասին, գրում ենք անցյալի մասին, տատերը թորներին են պատմում անցյալի մասին, պապերը անցյալից դասեր են տալիս։ Ուր նայում ենք անցյալ է։ Ինչ է, միթե մենք ապագա չունենք, մեր լեզվում անգամ, լեզվամտածողության մեջ, առաջ բառը անցյալ է նշանակում։ Երբ հաճախ ասում ենք առաջ, լավ էր, առաջ այսպիսի բան կար, առաջ էսպես էր։ Ինչպես կարող է առաջ բառը նշանակել անցյալ,
առաջը, պիտի լինի միայն ապագան, առաջը, ապագան ու վաղվա օրը, բայց ոչ, այստեղ էլ է ծուռ գետից գետ Հայաստանում առաջը սկսել նշանակել անցյալ, Մասիսին էլ նայում ենք անցյալից, նայում ու խորում է ալևորը, մտածում է, թե ինչպես ստացվեց, որ իր լանջերից վայր իջած բիբլիական այս ժողովուրդը այս բարքերին հասավ, ինչու է հոգևորը ցնդել, արդարը խաբվել, բարությունը չարացել, շիտակը պղտորվել, ուր է հասել երբեմնի այս աստվածապաշտ ժողովուրդը, որ հանուն հավատի մարտնչել է իրենից մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ, ով խաչերով զինված դարերով հավատարիմ է մնացել եկեղեցուն, Աստծու աննշուրթերին ընդունել է մահն անգամ, ով սեփական զավակներին ի պահ է տվել ճեմարաններին, գիր ու գրականություն սփռել, կերտել աշխարհ կերտել ու կրթել, ուր է հասել այս ժողովուրդը, ինչու է դարեր շարունակ երազել անկախ պետականության մասին, անցել Բաշապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ու հազարամյակի հրաշքով կարողացել է մի պատար հայրենիք սրբագրել, արտագաղթել է հանկարծ ու դարձյալ կյանքը սկսել զրոյից։ Ինչպես է ստացվել։ Ինչպես է ստացվել, որ գալով օտարափեր, հաղթահարելով հազար ու մի պատնեշ, կարողացել է ոտքի կանգնել, հաղթահարելով լեզվական, մշակութային, փաստաթղթային, փաստաբանական, հոգևոր միայնության, քայքայող օտարության անասելի խոչընդոտները, ապրել ու արարել է գեղեցիկը, կերտել է բարեկեցություն, որ մի քանի անգամ գերազանցում է անգամ տեղաբնակների ապրելակերպը։ Չէ՞ որ այդ նույն ժողովուրդն է, այդպես չէ՞։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, որ երբեք հայրենիք եւ բարեկեցություն բառերը իրար հետ չկապվեցին։ Երբեք հայը իր հայրենիքում բարեկեցիկ չի ապրել։ Գուցե անհատներ, գուցե ղեկավարներ, գուցե անբարեխիղճ, ասենք գեներալներ, բայց ոչ երբեք հասարակ աշխատող բնակիչը քաղաքացին։ Առհասարակ Հայաստանում բնակչությունն է, որը պետք է դառնա ազգաբնակչություն։ Պետք է դառնանք մեր ճակատագրի տերը, կրողը, պետք է ամեն մեկս լինենք մեր տեղում ու սիրենք մեր երկիրը, չմտածելով, որ ընձեռվել է բացառիկ հնարավորություն հարստանալու, այն էլ թալանի եւ ուրիշների բերանից կտրելու հաշվին։ Հայաստանի խնդիրը սոված աղքատները չեն, Հայաստանի խնդիրը անկուշտ հարուստներն են։ Պիտի արժանապատվությունը դառնա ազգային արժեք, հավասարությունը բնավորության գիծ, արդարությունը չպետք է կասկած հարուցի, իսկ օրենքը պիտի լինի անկողմնակալ, Հայաստանն է գերակաշահը, հայն է բարեկեցության միավորը, չկա սփյուռքահայ ու գյումրեցի, չկա կոնդեցի ու մշեցի, երևանցի ու արցախցի էլ չկա, հայը մեկն է ու միասնական, եւ միայն այդ գիտակցությամբ ու առաջնորդությամբ, մի պատար հացն անգամ իրար հետ կիսելով, իրար չխաբելով ու չգցելով, կգա այն Հայաստանը, որին սպասում ենք, ու տա Աստված, որ մենք լինենք վերջին այն սերունդը, ով հուսահատ կարտասանի, կեցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Աստված տա, որպեսզի գոնե մեր երեխաները ասեն, կեցե այն Հայաստանը, որն արդեն եկել է։ Այս կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը, բայց դեռ անելու շատ բան կա։ Առաջին հերթին եկել է վերջապես համախմբվելու ժամանակը, ապա սովորելու ժամանակը, հետո հաշվի առնելու, եզրակացություններ անելու, ապա որոշումներ ընդունելու եւ վճռականորեն դրանք կյանքի կոչելու ժամանակը։ Եվ միայն հետո նոր գալու է վայելելու ժամանակը։ Երբեք չեն կարողացել ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել։ Վերջապես մինչև երբ ենք մենք վերացական խոսելու պատմության մասին։ Այ եթե սենց չլիներ, գուցե այսպես լիներ, կամ եթե այսպես չանեինք, հիմա այսպես կանեինք։ Այդ եթեներով ինչքան ենք ապրելու, ու ողբերգականը այն է, որ այդ եթեների դեսպանները լցված են եթերներում, նստում են ու փիլիսոփայում բեսերը,
Հետաքրքրությամբ եմ հետևում փրփրոտ բերաններով ուղիղ եթերներում մարտնչողներին, ովքեր հորար ազիզ արև երթվում են, թե ինչպես կլիներ, եթե պատմական այս կամ այն դեպքը չլիներ։ Դե ինչ ասես, եթե այդ մարդու ծնողներն էլ ժամանակին միմյանց հանդիպած չլինեին, գուցե մեր ազգը մեկ դոտ գլուխ պակաս կունենար։ Սովորաբար այդպիսի մարդիկ թաքնված ներքին թշնամիներ են դառնում, 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ։ Հուսամ գիտեք, թե ինչ ասել է 5-րդ Շարասյուն, հուսամ գիտեք դա։ Սակայն մենք երբեք ներքին թշնամիներին չենք պատժել, մեր բոլոր ողբերգություններում մեղադրել ենք օտարներին, առանց մեր մեջ եղած դավաճաններին բացահայտելու։ Հասկանում եմ, գուցե այդպես ավելի հեշտ է ապրել, չէ՞ որ անպատասխանատու վիճակը հաճախ կարող է շահավետ լինել։ Թուրքերը կոտորեցին, վրացիները խաղեր են տալիս, ռուսները հող են հանձնում, ամերիկացիները հող խոստացան ու չտվեցին։ Շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն երբ ենք հասկանալու, որ բոլորը նույնն են, որ բոլորը միայն սեփական երկրի մասին են մտածում եւ դա նորմալ է, իսկ մենք երեխայի պես մանկական ազնիվ հայացքով ուսներս ենք թափահարում, չդատապարտեցին, չեկան, չօգնեցին, ինչպես կարելի էր, հո երեխա չես։ 100-ամյակներ առաջ տեղի ունեցածը թողնում եմ պատմաբաններին, թող իրար գզեն, բայց հարաբերական վերջին ժամանակներում տեղի ունեցածն էլ հո կարող ենք միասին քննարկել։ Կոմիտասի դեմ ուղված օրինակ սադրանքները, դա չասեմ, Պապ Թագավորի մատնիչներին չասենք, Վասակ Մամիկոնյանի պատմությունները չասենք, Փարանձեմ Թագուհու պալատական ստահակներին չասենք, կամ լավ մեր օրերը Կարմիր բանակի անունից ովքեր էին գալիս բանակցության, ովքեր էին պարակտել ժողովրդին սուտ խոստումներով, ովքեր էին բոլշևիկներից պաշտոնների խոստում ստացել, յուղոտ խոստումներ լսել, ովքեր էին կարմիր ժապավենները կապել թևերին եւ ահաբեկում ազգաբնակչությանը, ովքեր էին մատնագրեր գրում Տավարիշ Լենինին, այդ ովքեր էին ցեղասպանությունից հետո թուրքական կառավարության հետ սիրախաղի մեջ մտել, միթե մերոնք չէին Գարեգի Նժդեի դեմ ցուցմունքներ տալիս, իսկ արդյոք մերոնք չէին հիմա մեծարում նույն այդ հերոսին, ում անարդար կերպով հոշոտեցին բորենիները։ Բոլշևիկների կողմից ով ստորագրեց Արևմտյան Հայաստանից հրաժարվելու պակտը, ովքեր էին մատնում իրենց կոշկակար հարևանին, ովքեր էին ցուցմունքներ տալիս, դատապարտում մարդկանց աքսորի, ովքեր կացնահարեցին Սարդարապատի հերոսներին, ովքեր գնդակահարեցին Քրիստոֆոր Արարատյանին, ովքեր էին բանակ թալանում, զինվորի հաց գողանում, ժողովրդի բաժինը տուն տանում, առանձնատներ կառուցում, իսկ աղետի գոտում ժողովրդին տասնամյակներով թողում էին տնակներում, մերոնք էին, մեր օրերում մխիթարական շատ հեշտ մի հանգամանք կա, ասում ենք, տո լավ դրանք հայ չեն, դրանք թուրք են, այ քեզ մխիթարանք, դե այդպես էլ մեղքերը ուրիշների վրա բարթելով հասել ենք այս լուսավոր դարին ու խավարը հռչակելով ազգային գաղափարախոսություն, մեզ էլ հռչակել ենք խավարասեր։ Կներեք իհարկե, բայց ես խավարի դեմ դաժան պայքարի մարտիկն եմ ինձ հռչակում։ Իդեպ, այն ազգային փրկիչները դեռ կան, դե են էլի են սուտի ինտելիգենտները, որ Արևմտյան Հայաստան պահանջելով հացադուլ են անում ազատության հրապարակում, էլի են դե վերընկած են։ Հիմա նորաձև է, ով ինչ պահանջ ունի հացադուլ է հայտարարում։ Իհարկե ես հասկանում եմ, որ բոլորը գիրանալու խնդիր ունեն այս դարում եւ քաշի կորուստը բոլորին պետք է, բայց դիետան քաղաքականացնել դա արդեն չափազանց է։ Այսօր էլ տեսա մի տխուր վրան, որտեղ նստած էր բոլոր ժամանակների ընդդիմադտմիկների պարագլուխը։ Իրենց պատկանող լրատվամիջոցներն էլ հռչակեցին, որ վերջինս արդեն մի քանի օր է բերանը բան չի դրել։ Իրոք, կասեր դասականը, էդի բերանը դնելով եկավ հասավ այդտեղ բան չի դրե։ Ինչևէ, հիմա հարց. ուր էին մեր գետնախոնար չինովնիկները, առաջին հանրապետության այն նվիրյալները, պետականության դեսպանները, վրեժխնդրության ջատագովները, ուր էին զենքի վրա երթվող նեմեսիսի աստվածները, ուր էին, երբ հայրենիքը բաժին տալիս էին օտարին, ուր էին, երբ ցեղասպանությունից 5 տարի անց
ցեղասպանողին նվիրեցին հողնայոց, երբ առանց հայերի հավաքվեցին Կարմիր մայրաքաղաքում, գծեցին սահմանները, ուր էին ազգային դրոշ ծածանողները, պետականություն տնքացողները, անկախություն գովաբանողները, ուր էին, դե սատկացնեիք, գնայիք օդ հանեիք, մտնեիք Կարսի պայմանագրի ստորագրման դահլիճ ու թնդացնեիք գրողի ծոցը, զենքի վրա երթվողներ, դե հետևեիք ու ծոցրակներից դրախկացնեիք Մասիսը հանձնողներին, հայ ժողովրդի անունից հանդես եկողներին, մեզ շանտեղ չդոնողներին, սերունդներին, հայրենիքից զրկողներին, չէիք անի, իհարկե չէիք անի, որտեղ դուք էլ էիք խաղի մեջ, որովհետև իշխանության գլուխ եկաք, զավթեցիք իշխանությունը, թեկուզ մնայիք մի բուռ, մենակ թե դուք կայիք իշխանության, ցավոք, նույն կռիվն էլ հիմա է, գրողի ծոցը կորչի ամեն բան, թող մենք մի բուռ դառնանք, մաշվենք, կես կանգնենք, միայն թե գանք իշխանության, ու որ ասենք, տեսնում էիք, բա որ մենք ասում էինք, դե հիմա վեր ընկեք տեղներդ ու սուս մնացեք, տեսանք ձեր պայքարածը ինչի բերեց, եւ ահա այդպես բռնապետությունը վերջնականապես կհաստատվի գետից գետ Հայաստանում։ 2021 թվականին եմ գրել մոտորումները մի պատառ հայ ամերիկյան օրագրից, իդեպ Rafael.online կայքում կարող եք պատվիրել գիրքը, հարգելի բարեկամներ, իսկ ես ասում եմ շնորհակալություն բոլորին ուշադրության համար, նորից եկել եմ մի քանի ժամ առաջ, գնում եմ մի փոքր հանգստանամ, գիշեր ցերեկ վիճակը կանոնավորեմ եւ երկուշաբթի օրը ավանդական ձևաչափով ձեզ կողջունեմ ու կասեմ բարի գալուստ Արմյուզիկ ռադիո։ Լավ եղեք։